Եվս մեկ զոհ բանակում պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսօր եվս մեկ զինծառայող է մահացել Պապիկյանի պարզաբանումը։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի Փաշինյանի ելույթը ազգային ժողովում։ Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ն, եթե այլևս անդամակցության կարիք չունի արձագանք Փաշինյանին Կրեմլից։ Ալիևի Բարբաջանքը Զանգեզուրի միջանցք նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է։ Ինչու է Հայաստանում անչափահասների ամառային աշխատանք ուղեկցվում իրավական խնդիրներով։ Պետությունը պարտավորվում է շինարարության ոլորտում ներդնել նոր վարկանիշավորման համակարգ, կհսկեն անբարեխիղճ շինարարի։ Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվս մեկ զոհ բանակում պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսօր եվս մեկ զինծառայող է մահացել պաշտպանության նախարարության նախնական տվյալով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Իրավապահները նախաձեռնել են բարույթ։ Հիշեցնեմ, երեկ էլ ժամկետային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել եւ սպանել էր ծառայակցին։ Ըստ տեղեկությունների, երեք մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան, քննչական կոմիտեի տեղեկացմամբ քրեական բարույթը նախաձեռնվել է սպանություն հոդվածով։ Բանակում վերջին շրջանում մահվան դեպքերին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտպանության նախարարը։ Նա պատասխանել է հարցին, թե ինչու է բանակում այսպիսի իրավիճակ, որն է պատճառը եւ որ 10 օրում 3 մահ կա։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն։ Վերջին 1 տասնամյակի ընթացքում այդ թվերը եւ մեծացել են եւ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ։ Իհարկե դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում են։ Մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են։ Ոչ միայն այսօր, նաեւ երեք։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի։ Ու անկախ նրանից պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանում Փաշինյանը ներկայացրել է կառավարության առաջիկա տարիների ծրագիրը։ Նա իր ելույթում նշել է, որ հեղափոխության կիսատ մնացած օրակարգը ավարտին են հասցնելու աստիճանաբար։ Հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Նարեկ Կարապետյանը վիճաբանել են Տիգրանաշենի հարցի շուրջ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը, երբ վարչապետ Փաշինյանը Գարեգին II-ին հիշատակել է ավազանի անունով։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է նոր խորհրդարան եկել, որը 22 օրվա ընթացքում նույնիսկ ամբողջությամբ կազմավորվել դեռ չի հասցրել։ Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն ազգային ժողովն առայժմ մի կողմ է դնում, լսելու Փաշինյանի կառավարության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար։ Շնորհակալ եմ շատ։ Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության հռչակագրի ընդունման հաջորդ օրն է Փաշինյանն իր ելույթը հենց այստեղից է սկսում, 4-րդ հանրապետությունը տեղավորում 3-րդի մեջ։ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Փաշինյանը գիտի խաղաղությունը փլուզել է հեշտ գործ է, բայց գիտի նաեւ, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը, ինչպես ինքն է ձևակերպում, դեռևս չի լուծել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող առանցքային նշանակության հարցերը։ 20 գերիներ Բաքվի բանտում են, Ադրբեջանի զինված ուժերը տնավորված ինքնիշխան իր խոսքով իրական Հայաստանի հողերում։ Այստեղ է, որ հասնում է հայ առաքելական եկեղեցուն, պնդում, որ Կիրակնորիա պատարագին Արցախի համար աղոթքը խլում է խաղաղության հիմքերը, թեպետ դրանից հետո էլ Սուրբ Սեղանից խաղաղության համար է աղոթք հնչում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, խաղաղության համար աղոթել պետք չէ, այլ պետք է տեր կանգնել դրան։ Հենց եկեղեցում էլ սահմանադրականության խնդիր կա, եկեղեցու կյանքը, եկեղեցու սահմանադրությանը եւ կանոններին համապատասխանեցնելը։ Եվ ահա խորհրդարանական ընդդիմության առաջին բոյկոտը Փաշինյանի հետ առաջին առերեսման է։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին ավազանի անունով կոչեց։ Ընդդիմադիրների հարվածը սեղանին չուշացավ տեղում միանգամից։
Երբ խորհրդարանում թեժացած կրքերը պարփվում են, հասնում է Փաշինյանի հետ հարցուպատասխանի պահը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարիներին ցանկություն չունի հապկ վերադառնալ, ավելին ուրախ կլինեն, եթե ռազմաքաղաքական դաշինքից մեր երկրին հեռացնեն, փոխարենը ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի շեմին հասած գործադիրում նպատակ ունեն ներդաշնակեցնել եվրոպական եւ եվրասիական տնտեսական միությունների ստանդարտները։ Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանից ուղիղ պատասխան է պահանջում, ինչ մեխանիզմներով։ Եվ արդյոք կենտրոնների կարգավորող կենտրոնների կողմից այդ հարմոնիզացիան պիտի լինի ընդունելի։ Կարելի է շեմեր սահմանել այնպիսի, որ համ Եվրասիական տնտեսական միության համար լինի ընդունելի, համ ԵՄ-ի։ Պատերազմից հետո Փաշինյանը պնդում էր, որ անկլավների հարց հայ-ադրբեջանական բանակցություններում չկա, հիմա նույնիսկ հրաժարվում է Տիգրանաշեն գյուղը հայկական այս անվանումով կոչել։ Կոնկրետ կասեք, այդ ինչ փաստաթուղթ ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանին տվեցին, որ դուք այլևս անթակույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք։ Թեման ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն է շարունակում։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում, Ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով։ Այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը։ Ընդդիմությունում կարծում են կառավարության մինչև 2031-ի ծրագիրը խնդրահարույց է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, եթե Հայաստանը այլևս կարիք չունի ՀՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանը ազատ է ընդունելու համապատասխան որոշում եւ դուրս գալու կազմակերպությունից։ Այսօր ի դեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀՊԿ-ն հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ելնելով իր ազգային շահերից, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու եւ այս կազմակերպությունից դուրս գալու։ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարշապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հավելել է, թե հայկական կողմից կան որոշակի խնդիրներ եւ երկխոսություն են վարում։ Բանն այն չէ, Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները եւ բնականաբար մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության, բայց ցավոք տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ եւ համապատասխանաբար նման երկխոսություն վարվում է։ Բանն այն չէ, որ անորակ են, բայց այնտեղ կան վնասումներ, այնտեղ կան հիվանդություններ։ Հայաստանը կարող է կորցնել միջազգային երկաթուղային ցանցին միանալու պատմական հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պատճառով միջազգային ներդրողները եւ բեռնափոխադրողները ռիսկ են տեսնում Հայաստանի երկաթուղուց օգտվելու մեջ։ Ռուսական կողմը Հայաստանի երկաթուղիները կարող է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը կամ երրորդ կողմի, նշել է Փաշինյանը եւ հավելել, որ կան ընկերություններ, ովքեր պատրաստ են $400 միլիոն վճարել դրա դիմաց։ Որևէ ներդրող չի կարող գնալ ուղակի որևէ երկրի երկաթգիծ ձեռք բերել ներդրում կատարել հետագա շահույթ ակնկալելով։ Որպես կանոն դրանք շատ երկարաժամկետ հետ գնում ապահովող ներդրումներ են։ Ինչա սա ենթադրում։ Ովքեր որ տարածաշրջանում ճանապարհային վերահսկողություն են իրականացնելու, ապա նրանց ներդրողները կամ այդ պետությունը միջնորդավորված են ձեռք է բերում։ Մենք գտնվել ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, դրա համար ռուսական կառավարման է հանձնված։ Արդեն կա համոզմունք, որ Հայաստանը տարվում է դեպի Թուրքիայի ազդեցության գոտի, ենթադրվում է, որ երրորդ երկիր ասվածը Թուրքիան է կամ Թուրքիայի որևէ ներդրող։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան-Ուզբեկստան միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է, որ երկրի տարածքում ակտիվորեն իրականացվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի եւ որ Նախիջևանում նույնպես աշխատանքները մեկնարկել են։ Ալիևը տեղեկացրել է նաեւ, թե աշխատանքները իրականացվում Հայաստանի տարածքում, ինչի մասին ադրբեջանական կողմին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։ Մեծ տրամադրված տեղեկությունների համաձայն Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները եւ ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչու է Հայաստանում անչափահասների ամառային աշխատանք ուղեկցվում իրավական խնդիրներով։ Պետությունը պարտավորվում է շինարարության ոլորտում ներդնել նոր վարկանիշավորման համակարգ, կհսկեն անբարեխիղճ շինարարի։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզային զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն տնտեսական պատերազմը շարունակի, ապա անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ Նա նշել է, որ ցանկացած երկրի մասնակցություն կամ աջակցություն ամերիկյան տնտեսական պատերազմին կդիտարկվի որպես Իրանի ժողովրդի դեմ պատերազմի ակտ։ Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու փորձով Կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են, նշել է Վլադիմիր Պուտինը։ Զելենսկու հայտարարած զանգվածային հարվածների 40 օրը սպառվել է, արդյունքը հեռու է եղել սպասվածից, հաղորդում է ռուսական առաջին ալիքը։ Киевский режим поставил своей целью нанести ущерб нашей экономике. Что он сделал? Он сам открыл этот ящик Пандоры. Կիևյան ռեժիմը նպատակ է դրել վնաս հասցնել մեր տնտեսությանը։ Ինչ արեցին։ Նա ինքը բացեց Պանդորայի այդ արկղը։ Դե ինչ, ստացեք պատասխան ձեր տնտեսության առավել զգայուն ճյուղերում, որոնք անկեղծ ասած առանց այն էլ հազիվ են շնչում։ Սա ի դեպ վերաբերում է նաև գյուղատնտեսական արտադրությանը, որի արտադրանքի արտահանումից Կիևյան վարչապետը ստանում է հիմնական եկամուտները։ Ավելին, դուք ուզում եք խաթարել մեր լոգիստիկան։ Դե ինչ, պատասխան գործողությունները երկար սպասել չեն տա։ Ընդ որում Ռուսաստանի բանակի գործողություններն անշուշտ շատ ավելի զգայուն են եւ շատ ավելի կործանարար։ Ես բազմիցս ասել եմ, որ պատասխանը միշտ լինելու է։ Անչափահասների ամառային աշխատանքը հաճախ ուղեկցվում է իրավական խնդիրներով եւ չվճարվելու ռիսկով։ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է անչափահասների աշխատանքային իրավունքները, որոնց խախտումը առաջացնում է պատասխանատվություն։ Իդեպ ըստ օրենսդրական պահանջների կա տարիքային շեմ, մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքը արգելվում է։ 14-ից 16 տարեկանների հետ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ծնողներից մեկի համաձայնությունը։ Ամառային արձակուրդներին բազմաթիվ անչափահասներ առաջին փորձն են անում աշխատանք գտնելու, սակայն փորձ ձեռք բերելու փոխարեն երբեմն հայտնվում են չվճարվող աշխատանքի եւ իրավական անորոշության մեջ։ Գործատուները նրանց ընդունում են այսպես կոչված փորձաշրջանի համար, իսկ որոշ ժամանակ անց հրաժարվում են աշխատանքի ընդունել երբեմն առանց հստակ պատճառաբանության եւ կատարած աշխատանքի դիմաց չվճարելով։ Փաստաբանները շեշտում են, թե փորձաշրջանը եւս աշխատանքային հարաբերությունների մաս է եւ որ այն պետք է պատշաճ փաստաթղթավորվի։ Եթե գրավոր պայմանագիր չի կնքվում, աշխատողի թեկուզ ճակերտավոր պրակտիկա անցնող մարդու իրավունքները շատ սահմանափակված են լինում, այսինքն ինքը շատ դժվարությամբ է կարողանում բարձրացնել զարգացության բարձր կամ ընդհանրապես չի կարողանում օրենքի դաշտում։ Եթե ամեն դեպքում գործատուն ինչ-որ բան խախտում է այդ դեպքում, կա երկու ճանապարհ, կամ դատարանն է, կամ երկրորդ տարբերակը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմիններն է։ Դերդիմումի հիման վրա հնարավոր է, որ դա գործատուի մոտ սուգումներ անի։ Անչափահասների աշխատանքի համար օրենսդրությունը հատուկ սահմանափակումներ է նախատեսում, ասում են մասնագետները։ Երեխայի տարիքը, աշխատանքի բնույթը, տևողությունն ու պայմանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին։ Աշխատանքն էլ չի կարող վնասել երեխայի առողջությանը, անվտանգությանը եւ զարգացմանը կամ խոչընդոտել կրթությանը։ Մինչև 14 տարեկան երեխաները միայն կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի հետ կապված աշխատանքներում, մարզական, թատերական, համերգային ինչ-որ կազմակերպություններ, հեռուստատեսություն, ռադիո։
Այսինքն դա այն ոլորտներն են, որտեղ օբյեկտիվ պատճառներով թեկուզ մանկական ծրագրեր կազմակերպելու համար պետք է մինչև 14 տարեկան անչափահասներ։ Բայց դրա համար շատ քիչ ժամանակ պետք է ապահովի հատուկ պայմաններ։ Իրավական պահանջները առավել հաճախ անտեսվում են սեզոնային եւ գյուղատնտեսական աշխատանքներում։ Մասնագետների խոսքով հատկապես մարզերում երեխաների աշխատանքը երբեմն արդարացվում է ընտանիքի սոցիալական ծանր վիճակով կամ այն մոտեցմամբ, թե աշխատելով անչափահասը զերծ կմնա այլ խնդիրներից։ Պրակտիկան եւ օրենսդրությունը այստեղ մեղմացած չեն հատվում միմյանց հետ, հատկապես մարզերում սեզոնային աշխատանքներին կարելի է հանդիպել մինչև 14 տարեկան էլ 16 տարեկան էլ անչափահասներ, ովքեր որ մեծերի նման ծանր աշխատանք են կատարում։ Մենք խոսում ենք երեխաների պաշտպանության մասին եւ պետությունը պետք է ակտիվորեն կանխարգելի դա։ Անչափահասների վաղաժամ ներգրավումը ծանր աշխատանքի մեջ կարող է վնասել ոչ միայն նրանց առողջությանը, այլև կրթությանը, զրկելով սովորելու եւ լիարժեք զարգանալու հնարավորությունից։ Մասնագետները ընդգծում են, երեխայի աշխատանքը չպետք է դառնա ընտանիքի սոցիալական խնդիրների լուծման միջոց, իսկ աշխատող երեխան ժամանակից շուտ ստանձնի մեծահասակի պարտականությունները։ Երեխան պետք է ունենա կրթություն ստանալու, հանգստանալու եւ իր մանկությունը լիարժեք ապրելու հնարավորություն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Պետությունը պարտավորվում է շինարարության ոլորտում ներդնել նոր համակարգ, վարկանիշավորման ներդրումը միտված է շուկայում թափանցիկության բարձրացմանը, որակի ապահովմանը եւ գնորդների իրավունքների պաշտպանությանը։ Այն թույլ կտա տարբերակել բարեխիղճ ընկերություններին թույլ կամ անվստահելի խաղացողներից։ Համացանցում այս պահին ամենատարածված գովազդների մի մասը վերաբերում է անշարժ գույքին, եւ դա բնական է։ Շուկան նորից տաքացել է, պահանջարկն աճել է եւ կառուցապատող ընկերությունները շտապում են սպառողներին ներկայացնել իրենց պատրաստի կամ սպասվելիք նախագծերը։ Այստեղ կա մի բայց։ Ինչպես պետք է սպառողը հասկանա, թե ինչ որակի շինություն է ստանալու արդյունքում, այսինքն ինչ որակներ ունի կառուցապատողը։ Կառուցապատողը այո կարող է առաջին անգամ մտնի քաղաքաշինության ոլորտ, բայց ինքը կհամագործակցի հեղինակություն եւ վստահություն ունեցող ճարտարապետական թիմի հետ, հեղինակություն եւ վստահություն վայելող ինժեներական թիմի հետ եւ մնացած բոլոր գործառույթները կարա պատվիրակի։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ այդ մարդը ոչ մի բան չունի, վաստակ չունի այդ ոլորտում ու պլյուս դրա հետ մեկտեղել ամեն ինչով ինքն է մենակով զբաղվում, այդ ռենդերները ոչ մի բան քեզ չեն տալու։ Իսկ կյանքում հենց այդպես էլ լինում է։ Այսինքն հիմա կառուցապատման շուկա մուտք են գործել բազմաթիվ նոր ընկերություններ, որոնց մասին սպառողները ոչինչ չգիտեն։ Այդ դեպքում ինչպես կատարեն ընտրությունը։ Պետությունը պատրաստվում է շինարարության ոլորտում ներդնել կառուցապատող ու շինարարական ընկերությունների վարկանիշավորման համակարգ, որի գաղափարը բավականին պարզ է։ Ընկերության մասին որոշումը միայն նրա գովազդով կամ շուկայում ունեցած համբավով չպետք է ընդունվի։ Պետք է լինի պետական on-line համակարգ, որտեղ հնարավոր կլինի տեսնել տվյալ ընկերությունը ինչ վարկանիշ ունի եւ ինչպիսի արդյունքներ է ունեցել նախկինում։ Ենթադրենք 5 հատ պրոյեկտ հանձնել է, բայց մենք չգիտենք հիմա իր ֆինանսական վիճակը ինչ է, չէ՞։ Մեր մոտ հենց այդ միշտ այդ տեղեկատվության բացակայության խնդիրն է եղել ու այդ տեղեկատվության թափանցիկության մրցունակ լինելու եւ լավ պրոդուկտ շուկա հանելու եւ համբավը ճիշտ պահելու համար տեսանկյունից, այսինքն ամեն մեկը կիմանա արդեն որ իր մասին ինֆորմացիան հրապարակային է, դրական կլինի սպառողի որոշում կայացնելու տեսանկյունից։ Համակարգի հիմքը կառավարության 2025-ի դեկտեմբերի որոշումն է, որով սահմանվել է լիցենզավորված քաղաքաշինական ընկերությունների վարկանիշավորման կարգը։ Վարկանիշը պետք է ձևավորվի ընկերության գործունեության վերաբերյալ տվյալների հիման վրա, այսինքն գաղափարն այն է, որ կառուցապատողի կամ շինարարի մասին հնարավոր լինի ստանալ ավելի օբյեկտիվ պատկեր, ոչ թե պարզապես վստահել նրա ներկայացրած տեղեկատվությանը։ Բայց անբարեխիղճ կամ ցածրորակ ծառայություններ մատուցող շինարարների կամ կառուցապատողների խնդիրն այսքանով չի կարող լուծել։ Օրենսդրական փոփոխությունների կարիք այստեղ կա եւս։ Գնելու իրավունքով ծառաբեռնված կառուցապատման մասին օրենքի նախագիծ է, որ այժմ գտնվում է քննարկման փուլում։ Կարգավորվում է, որ կառուցապատողը չի կարող գովազդել մի ապրանք, որի քաղաքաշինական թույլտվությունները չունի, չի կարող բնակչի ապագա բնակչին տալ խոստում, որը իրականությանը չի համապատասխանելու, եթե իրականությանը չի համապատասխանող խոստում տա, ապա հետագայում կարող է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել վարչական վարույթ եւ կառուցապատողին ենթարկել պատասխանատվության։ Նման օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կպաշտպանվեն թե սպառողները, թե բարեխիղճ կառուցապատողները, որոնք հաճախ դառնում են ոչ բարեխիղճ մրցակիցների գործունեության բացասական հետևանքների զոհը։ Նշված օրենքը կարգավորելու է նաև կառուցապատող պետություն փոխհարաբերությունները հստակ իրավական որոշակիության համատեքստում, որպեսզի պետական կառավարման մարմինների գործընկերների համար եւս տեսանելի, չափելի եւ կանխատեսելի լինի բոլոր կառուցապատողների վարքագծերը եւ առանձին խումբ անբարեխիղճ կառուցապատող
աշխատողների զես պահել օրենսդրական կարգավորումները շրջանցելու մոտիվներից։ Ենթադրվում է, որ կառուցապատողների եւ շինարարների դասակարգման համակարգի ստեղծումը նաեւ ներդրողներին կօգնի հասկանալ, թե որ ձեռնարկատիրոջ հետ արժե համագործակցել։ Հետևաբար ավելի կապահովի հետագա ներդրումները տնտեսության այս ոլորտում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել։ Առավելապես կայուն երկինք ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսաուղերձում անդրադարձել է երեխային որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ։ Բռնության միջավայրում մեծացող երեխաների մոտ ըստ Հակոբյանի կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական եւ վարքային լուրջ հետևանքներ։ Տեսանյութի հիմնական ուղերձն է ընտանեկան բռնությունը վնասում է ոչ միայն անմիջականորեն բռնության ենթարկված անձին, այլև երեխաներին, որոնք ապրում են դրա միջավայրում։ Գիտությունների ազգային ակադեմիայում 12 տարվա դադարից հետո ընտրություններ կանցկացվեն։ Ընտրությունների գործընթացը նախատեսվում է սկսել սեպտեմբերի առաջին օրերին։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Վրաստանում կարծում են, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան վերին Լարսով փոխադրումները այն ֆոնին, որ ռուսական հացահատիկի երկաթուղային փոխադրումները դեպի Հայաստան դարձել են կայուն, Ռուսաստանը կարող է դադարեցնել ավտոմոբիլային փոխադրումները Կրասնոդարի երկրամասից դեպի Հայաստան վերին Լարսով։ Այս մասին ասվում է Վրաստանի Եվրասիական տրանսպորտային միջանցքի ներդրումային կենտրոնի զեկույցում։ Բազմամշակութային պատմությամբ եւ հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայի նահանգի Դորթյոլ շրջանում Օզերլի թաղամասում տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են։ Հին տանիքը փլուզվել է, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։ Կառույցը տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոր եւ այծերի ապաստարան, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։ Կադաստրային գրանցումներում եկեղեցին նշված է որպես ավերակ շենք եւ հողատարածք, այլ ոչ թե պատմական կամ կրոնական կառույց։ Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանը նոր ալիք 2026 մրցույթին նվաճել է Grand Prix-ին հերթական անգամ հաղթանակ բերելով Հայաստանին։ Սա մեր երկրի 5-րդ հաղթանակն է նոր ալիք երկի մրցույթի պատմության մեջ 2010 թվականից սկսած։ Ավտովթար Երևանում Արմենիա հեռուստաընկերության դիմացարագությամբ ընթացող ավտոմեքենան գլխի վայր շրջվել է, զոհեր չկան, մինչև ժամանեին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում հավաքված քաղաքացիները շրջված ավտոմեքենայից դուրս են բերել երեխային։ Մայրաքաղաքի այս հատվածում լուսացույցի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ կան տեղադրված, սակայն աշխատանքներն այդպես էլ անավարտ են մնացել, ինչն էլ ըստ տարածքով երթևեկող վարորդների պարբերաբար վթարավտանգ իրավիճակ է ստեղծում ու հարցն այդպես էլ չի լուծվում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 26-ից 30 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 36-ից 38, Լոռիում 26-ից 29, Տավուշում 28-ից 33 աստիճան, Հարերատում Արմավիրում կդիտվի 34-ից 38, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 33-ից 36, Սյունիքի նախալեռներում 26-ից 30 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 20-ից 24, ցերեկը 36-ից 38, երեկոյան 28-ից 30 աստիճան։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։